Առավոտյան թանձր ծխի մեծ ամպն է պատել համացանցի հայօգտատերերի սրտերը։ Նորից է Ժայթքելն ու Բարաշենի, ավելի հայտնի Սովետաշենի աղբավայրը։ Կես գիշերին կրակն իր ճիրանների մեջ արել աղբավայրի մի ահռելի տարածք։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն ծուխը տարածվել է ամբողջ շրջակայքում։ Օրը ցերեկովն ու Բարաշեն տանող ճանապարհը առանց լուսարձակ միացնելու հնարավոր չէ անցնել։ Աղբավայրի ծխամպի քուլաները խավարի մեջ են գցել Երևանի հարավ-արևելքը։ Նայած քամին ոնց է փչում, ըստ դրա է։ 2 ամիս առաջ էր վերջին խոշոր հրդեհը եղել աղբավայրում։ Հազիվ էր օդը մի փոքր մաքրվել, ասում են ու բարաշենցիները։ Նորից գարշահոտ է ընկել վարչական շրջանում։ Այս գիշեր вообще չեմ կարողացել նորմալ քնել։ Միջև լուսադեմ, հա, պատուհանները փակ, լրիվ փակ մեկը։ Ու չգիտենք ում ասենք, ում դիմենք։ Տարիներով այդ ծուխը գալիս է, տարիներով հանգցնում են, էլի լրիվ լիարժեք չի հանգում։ Ու բարաշենցիները սաղ ռակ են, սաղ մարդիկ շաքարուն են, սաղ հիվանդությունները դրից առաջանում։ Առողջ մարդ մատների վրա կարելի է հաշվել, մոտ 10,000 բնակիչ ունեցողն ու Բարաշենում բողոքում է այս կինը։ Գարշահոտը էլ տանել չեն կարող, ասում է, բայց ուր գնան, ում թողնեն տուն ու տեղը։ Այստեղ արդեն 48 տարի ապրում եմ ու այդ խնդրեմը անընդհատ եղել է ու ամեն մի ընտրվող քաղաքապետ, չգիտեմ ով եկել ասել է աղբավայրի հարցը կլուծենք, բայց այսքան տարում դեռ չի լուծվել։ Վարված աղբի ծուխը երբ լցվում են ու բարաշենցիների բնակարաններ, միանգամից հիշում են Երևանի ավականու թիմ ընտրությունների ժամանակ իշխանության խոստումը, որ աղբավայրը տեղափոխվելու է մեկ այլ վայր։ Սրտանց կցանկանամ մեր ղեկավարներին, որ ստե տուն ունենան, մի ամիս ապրեն ու տեսնենք ոնց է իրենց համար, իրենց երեխեքի համար։ Դիտավորյալ են կրակի տվել աղբավայրը ըստ Երևանի քաղաքապետի։ Նա առանց որևէ ապացույց ներկայացնելու 2 րոպեանոց մի տեսաուղերձ է հրապարակել, ասել, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։ Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Մինչ այդ աղբավայրում քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը հրահանգել էր շլագբաում, ուղեփակոց դնել աղբավայրի մուտքերին, որ հսկեն ովքեր են ելում ու տանում։ Կարծես նա գտել է աղբավայրը կրակներից փրկելու ճանապարհը։ Բոլորի ոտը կտրել, ոչ մեկ չի մտնում առանց հստակ իմանալու ինչ նպատակով է մտնում։ Հերիք եղավ բոլորը։ Всё, պրծա։ Այդ կինոն պրծա։ Դա վերջին կաթիլն է, կաթած։ Ավինյանի համբերության բաժակը հավանաբար լցվել է, ինչպես Սովետաշենի աղբանոցը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։